Բարև ձեզ New Day AM-ի հարգելի հետևորդներ, այս պահին մենք գտնվում ենք Խնածախ համայնքում, այստեղ զրուցել ենք բնակիչների հետ, հիշեցնեմ մի քանի օր է ինչ տեղի բնակիչները ահազանգում են, որ կրակոցի ձայներ են լսում, թե որ ուղղությամբ է հակառակորդը կրակում, մենք տեղում լսել ենք գյուղացիներին, առաջարկում եմ որպեսզի դուք ևս լսեք, թե ինչ են պատմում Խնածախի բնակիչները։ Բարև ձեզ։ Ներողություն, վերջին օրերին այս ուղղությամբ կրակոցներ են լսվել, գյուղն է թիրախավորվել, թե կրակոցներն անկանոն են եղել։ Կրակոցները լսվել է, բայց գյուղ չէ, գյուղի վրա չի։ Եղել է ամեն օր, 5 օրից ավել է, գիշերները կրակոցները կա։ Բայց չենք իմանում, գյուղի վրան է թե չէ։ Այս կրակոցները կա։ Գիշերվա ժամերին, ժամը 1 լինում է։ Հենա իրանց լրի պոստերից, բայց ուր են իրանց պոստերը։ Հենա վերև սարի վերևինն է, մի հատ են էս վերևը։ Դե կրակոցները կա, բայց չեմ կարող ասեմ։ Գյուղի վրան է, որտեղ անպամացել է։ Ինչ նպատակ ունի։ Շատերն ասում են, ուզում են, որ գյուղը դատարկվի, բայց ես տեսնում եմ, որ գյուղում բնականոն աշխատանքները շարունակվում են։ Չեմ կարող ասեմ ինչ նպատակ, բայց գյուղը պիտի դատարկենք, մենք մեր գյուղում մնալու ենք։ Դատարկելի ժամանակ էլ չկա, չենք ուզում։ Իրանք թող ինչքան ուզում են կրակեն, դե թե այն այս առավոտը ես էլ եմ պոստեր եմ բարձրանալու, բայց չեմ կարող ասեմ ինչա ոնց։ Բայց վտանգավոր կանեն, վտանգավորն հենց որ կրակում են, կարող է գյուղի վրան էլ թխեն, անպամացա չենք տեսնում։ Դե որ թխեն ինչ-որ մինի տանիքի կվնասվի կամ մինի գրիշ գրում։ Ամեն դեպքում կրակոցները կա գիշերվա ժամերին։ Այս մոտակա իրենց զբաղեցրած դիրքերից։ Հա, լրիվ իրենց դիրքերից է։ Այն են թմբի վրայից կրակում են, ստեղից հերթով կրակում իջև, այս խոզնավարի թև։ Այս թմբի վրայից որ ասում եք վերևում, այս մեջտեղինը, հա։ Այն իջարի վրան որ քանդած է, հողը որ թափած, այն իրաց պոստն է։ Մենք էլ իր տագին ենք այնելու։ Այսինքն բարձրադիր դիրքում են իրենք։ Բարձրադիր դիրքեր իրանց մոտ է։ Բայց դե սենց էլ չի պետք լինել, կառավարությունը թող սրա մասին էլ մտածի, որ ժողովուրդը մեղքեն։ Նայես չի, ոչ մի գյուղը չի լքում, ոչ էլ պատրաստվում է։ Բայց դե սենց էլ չի պետք է գյուղին պիտի պահեն։ Այն անում են, սմեն եկում են, գիշերը դուսենք եմ գյուղա մեջ, բայց դե սենց էլ չի պետք։ Կրակոցներ կա, չեմ կարող ասեմ։ Այսինքն գյուղացիները մի մարդու պես հերթապահում են։ Հա, հեննում են գիրիկները գյուղա մեջ, հենց որ, բայց դե ասեք հեննում տա որպես գյուղը անիմաստ է, շտաբի մոտ վсё։ Որ ասեք պոստ եք պահան գյուղա մեջ չէ։ Դե մեր գյուղապետի հետ միասին հելնում ենք պոստերը, բայց դե սենց լավ չի էլի, երեխեք լրիվ ախում են։ Ուղղակի մենք մեծ ենք, երեխոց հույս ենք տան, բայց դե սենց էլ չի պետք։ Մենակ տնակ կառավարությունը չի որոշի։ Ասում են խաղաղության են գնում։ Կարող չեմ ասել խաղաղության են գնում, բայց խաղաղության մի մասնիկ էլ այս չեմ տեսնում։ Ասեք խաղաղության են գնում, դրանից հետո կրակում են գյուղի վրան։ Գյուղի պոստերին լրիվ կրակում է, դա կոչվում է խաղաղություն։ Չեմ կարող ասեմ, ես խաղաղության նմուշ չեմ տեսնում։ Միգուցե հետո լինի, բայց իմացողը չեմ կարող ասեմ։ Ամեն դեպքում թողնային էլ է գյուղացիք ինչ ասեմ։ Համբերություն ձեզ, շնորհակալություն։ Դե ինչ անենք, մենք մեր գյուղը չենք։ Արդյոք կրակոցներ եղել են, հասկացել եք որ կողմից է, թե դրանք անկանոն են եղել, ինչպես Ճիշտ է, ես չեմ նաև որ կողմից է, բայց նաև գիտեմ, որ 1-ից 2-3 անգամ կրակում են տարբեր ժամերին։ Արդեն ինչքան ժամանակահատված։ Ամսի 20-ից մինչև առեսօր։ Ամսի 20-ից մինչև հիմա։ Այսինքն գյուղն են թիրախավորում, թե սահմանին պարզապես կրակոցներ են Միգուցե օթային են կրակում, փաստայենա որ ամեն տեղից կրակոցներ լինում է ու շատ ահավոր է։
Ձայնը լսում եք։ Ձայնը լսվում է մեր տան մեջ, թե ոնց որ գրատն ընկնի մեր տուն։ Այսինքն ոչ թե 1 կրակոցի, 2 կրակոցի, 3 կրակոցի մասին է խոսքը, այլ անընդհատ կրակոցների մասին է խոսքը վերջին օրերին։ Մի անգամ պլիմոտի կրակոցները ոնց է լինում։ Այդ ձևի կրակում են մի 5 րոպեից նորից շարունակ մի 4-ից 5 անգամ այդ ձևի իրուր հետևից կրակում են տարբեր տեղերից, դադարում է, անգամ գիշերվա ժամը 3-ին են կրակել, Այսօր ժամը 5-ին են կրակել, ամիջապես ասում է կրակում են խաչի վրա, թե այդ խաչը որտեղ է, այն կողմերի վրա է, ինչ է, ամիջապես խաչերի վրա են կրակում իրանք, հա, խաչի տարածք են կրակում եւ օթային են կրակում իրանք, մենք տեսնում ենք կարմիր լույսերը օթային էսենց էթում է։ Գյուղում ահազանգում են, որ մի քանի օր է ինչ կրակոցներ են լսում, ինչ կարող եք ասել, քանի օր է կրակոցներ։ 7 օր կրակում է, եկավ է տարբեր տեղերից։ Տարբեր տեղերից կրակում է, եկավ է երեխեք վախում է։ Մեկ եկով, 4-5 եսկով ունա, տարբեր տեղեր։ Այս վերջի կրակոցների հետ կապված 6 օրա նույն ժամին սկսում են, նույն ժամին ավարտում։ Քանիսին են սկսում։ Երևի 10-ից 10-20 պրիմերնա մինչև 4-ից սահմաններում կրակում են մի քանի անգամ։ Դե տենց չի ասի, ինչ որտեղ տներին նկատի ունենալով կրակել չէ, տենց բան չի եղել, որտեղ տենց լուրջ չենք լսել։ Պարզապես գյուղի վրայով կրակում են, դեպի Սարերը, չգիտեմ ուր։ Ասում են ինչ որ խաչ կա այստեղ, այդ խաչի ուղղությամբ են կրակում, այդ որ խաչն է, ցույց կտաք։ Գյուղի վերևին խաչ ունենք, 2 հատ խաչ քարկա դրած, տենց կրակում են, այս կողմից, այն կողմից։ Ամեն դեպքում տների վրա չի ասի, որ կրակում են։ Դե տենց ենքան որ, չգիտեմ, ինչ պլաններ ունեն, առայժմ, տենց։ Շատերը ասում են, որ այս կրակոցները նպատակ ունեն նաև գյուղացիներին վախեցնելու, գյուղը դատարկելու, այս առումով ինչ կարող եք ասել։ Միգուցե այդ պլանը կա ինչ որտեղ վախեցնելու ժողովրդին, բայց դե մենք Երևակայի մեր գյուղի ծնվել ենք, ստեղել ապրելու ենք, մեր գյուղը չի միայն սահմանամերձ, կարելի է ասած ամբողջ Հայաստանը, դա խաղաղությունը ամենակարևոր, ամենաթանկագին բանն է, որ ցանկանում ենք։ Այս պահին հլավոր ես անձապի դա իմ կարծիքն է, չեմ տեսնում այդ խաղաղությունը, որ լիովին կկնքվի, որտեղ ամեն դեպքում ադրբեջանցիները իր կետերն են նորից դնում, չգիտեմ, սահմանադրության փոփոխություն, տո միջանց, տո այն, որը ամեն ինչը վնաս է մեզ։ Կասեի։ Ամեն դեպքում անձապի ես ծնվել եմ այստեղ, ստեղել կմահանամ, ոչ միտեղ չեմ գնա, միջև վերջի պետք լինի կպայքարենք էլ։ Իսկ իշխանությունից Զենք տան կկրվեք էլ։ կռվել ենք, էլի կկռվենք, բա ինչ կանենք։ Մեր հողը ջուրը ուր թողնենք գնանք, մեր գերեզմանները ում թողնենք գնանք։ Դեն այդքանը կասեի, լուրջ ապահը, չգիտեմ նրանց մտադրությունը։ Ժողովուրդը բնականon իրենց կյանքով զբաղվում են, ոնց տենում եք։ Հենա գարնանային աշխատանքների մեջ ուրիշ տենց Ասում են, որ այդ կրակոցները նպատակ ունեն, որպեսզի գյուղացիները վախենան, թողնեն գնան։ Գյուղացիները ոչ մի բանից չեն վախենում, ոչ մեկ ստեյջ չի գնում, եթե գնալու ունեինք արդեն 2020 թվականից 5 տարի անցել, այստեղ էլ չէինք ապրի։ Մենք թուրքը ամենավերջի մարդն է, որ Իրանից պետք է վախենանք։ Ես ձեզ հավաստիացնում եմ, ստեղ գյուղի ապրողները հիմնականում ոչ մեկ չի վախենում, որ ասենք սահմանը այդքան մոտիկ է, կամ ես իմ ինչ-որ թուրքը կանգնած է ինչ-որ մի բարձունքում դիտարկում է, չէ, նորմալ սովորական հմի սաղս էլ հասկանում ենք, որ սահմանա։ Հավատում եք, որ պատրաստ է թշնամի խաղաղության։ Ճիշտն ասած, ես այդ հարցին չեմ կարա պատասխանեմ, որովհետև չգիտեմ, չեմ կարա այդ հարցին պատասխանեմ։ Մեր թշնամուն, մեր հակառակորդին ճանաչելով, ես իմ
Դա մի քիչ դժվար հարց է, դա թող մեր կառավարությունը պատասխանի այդ հարցին, մենք ինչ պատասխանենք։ Մենք sense հասարակ ժողովուրդ ենք մեր համար, մեր գյուղում, մեր բնակավայրում ապրես։ Այս հիմա ինչ աշխատանքներ եք ստեղծում։ Ծառեր, հա, ուզում ենք ստե տնկենք էլի, այգիա։ Էտա։ Տարբեր, խնձորի էլ կա, դեղցի էլ կա, տանձի էլ կա, ամեն ձևի ծառերը էլի sense տնկում ենք այգի դառնա։ Եմը դիտորդները միշտ էլ գալիս շրջում են, դե երևի այդ մարդիկ էլ իրանց խնդիրը ունեն։ Մենք ճանապարհին տեսանք գյուղի ներսում էին բնակիչների հետ էին խոսում, թե պարզապես դիտարկումներ են անում։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Համենայն դեպս ես ոչ մի անգամ այդ մարդկանց միշտ էլ տենը մենք գալիս շրջում են, դե չգիտեմ իրանց խնդիրը որն է։ Ստեղ ծնվել եմ, ստեղ էլ ապրում եմ, թող երևանցիք մտածեն։ Ես որ փախա իրանք վախշե են փախնելու։ Ես իստե փախնում։ Ես դա իմ տունս, իմ հայրենիքս, իմ տունս, իմ ծնված տեղը ստեղ է, մեռնել տեղը ստեղ։ Ես ուրիշ տեղ չեմ։ Մեկ ես չեմ կարող փախչեմ, բայց երևանցիք փախնել են հաստատ։ Ես այդ կարամ ասեմ։ Որտեղ հիմա ոչինչ չեք անում։ Մեր կառավարությունը նորմալ չի կարող обеспечить մեր ամեն ինչին։ Անվտանգությունը։ Մեր անվտանգությունը մեզ համար սովորական է տարալ արդեն ամեն ինչը։ Մենք սովորական մարդիկ ենք, ամեն ինչին տիրապետում ենք, ամեն ինչից ոչ մի բանից չեք վախում։ Մեր համար զենք կվերցնեք։ Զենքը միշտ էլ իմ ձեռս եղել է։ 90-ական թվականից մինչև հիմա։ Ես աշխարհազոր չեմ երկրապահ եմ եղել, մինչև հիմա էլ իմ երկիրը պահել եմ։ Երբ էլ ինչ որ մի բան լինի, ես իմ երկիրը պահել եմ։ Ոձ պետք է։